Այո, 7 միլիարդով ավելացել է, ոնց է ստացվում, բա այդ որ գալիս եք ասում եք բան արեք, անչ աշխատավարձները բարձրացնում ենք, որ ասում ենք գնացեք զենք առեք, գնացում ենք, լսեք, ամեն ինչի ֆոնդին զենք ենք գնել պաշտպանողական, հերթով։ Վապ էլի, որտե՞ղ ով է պատավատ գնել, ուզում հասկանալ։ Դա ազգային ժողովին հատկաց, տալու ես այդ հարցը։ Լինելու է ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա եւ դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա եւ ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ։ Ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական ում եթերում էր, սպասեք հիշեմ, ում էր խոսում, հա, ում եթերում էր չգիտեմ Դավիթ է կարծեմ լրագրողի անունը, մի հատ սրիկա ոչնչություն, որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր, ընդվզում էր եւ հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու, ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետություն քաղաքական սպանությունների էջը 2018 թվականի ցեսկում փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։ Թող ինքը իմանա։ Պարոն Սիմոնյան, վարչապետը Չգիտեմ, իսկ դուք վտանգավոր եք։ Իսկ դες չոմատն ստուգում ասում են դուք դաշնակցական եք։ Ինչ հարց եք տալիս ու հասկանամ։ Այդ ինչ քաղաքական եւ լրատվական իմաստով է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական։